Սիրելի կոֆեքսի սիրահարներ, այսօր մենք փորձենք դիմել ամենահամով, ամենամոշնի կոֆեներն մի քանիսը։ Փորձարկում գնացինք։ Առաջին մեր փորձարկողը մեր ամենահամով, իմ սիրած կոֆեներն մեկը կապուչինոն է։ Փրփուրով։ Իդեալաբար։ Գիտեք, սիրվեր կոֆեն էլի։ Կուզես օրա համ թարմանաս, համ այսպես ինչ-որ կաֆնային էլ այսպես։ Փորձեք։ Եվ հաջորդ մեր փորձարկումը ամերիկանուն է։ Երևի թե ամենաշատ ծախվող կոֆեները մեկը։ Ինքը շատ թունդ է, մեր ժողովրդի բանորոշ տակալ կոֆեն ես ագուշացիր եմ ու նախընտրեմ գը առավոտները խմելու, թարմանալու ու արտանալու համար։ Հայոդանավանալու։ Հաջորդ մեր փորձարկողը Ռաֆն է։ Ռաֆոն մեր։ Ձերգինացիա։ Ասիկ իմ սաղ կյանքիս ամենասիրած կոֆեն է։ Մեկ գալի որ չէ, անոթի գալիս, բայց խմելա գուզես ինչ-որ բան։ Չկա կաթով չեմ, կողանը սլիվկիով է, դիկա իրան մեծ կաշտանալու էֆեկտը մինը գդի կուլավ էլի։ Չիկամ գինը պես բան էլի։ Խաձե-մազե, բայց ինքն կաշտացնող ու հագեցնող կոֆեներն մեկն է։ Դե ինչ ժողովրդյան հասանք մեր այսօրվա ներկայացված վերջի տեսակին, հədik կիտկատն է, իդեպ կենան նաև խմե երեխաները, որ չի գանա տեղի ամերիկանու խմել, իրանց համար նախատեսված է։ Հարկա կոֆե вообще չի խմի, ես էլի գնալ եմ հասկանամ իրանց, բայց մենք մեր բիզնեսի մեջ իրանց ենք ուշադրություն դարձրել ու լիքը համով խմիչքներ ունենք, որոնք որ կոֆե չխմողներուն համար է համեցիկ։ Եվ իդեալական։ Մենք ամեն ինչը պատրաստենք բանական հումքով։ Կիտկատ է, մեկ այլ տեսական է բանականաբար նույնպես։ Ինքսնիկես, կիտկատ, կինդեր եւ այլն, այսինքն ամեն մեկին ճաշակով կա տեսականի։ Դե ժողովուրդ ջան, եթե ձեր դուրն եկավ այս մեր փորձարկումները, մենք անպայման պիտի շարունակենք, դուք համեցեք, մենք ձեզի շատ կսիրենք, դուք կսպասեք։ Սիրով կսպասենք բոլորիդ։